փորձում է շահել ժողովրդի սիրտը եւ ցույց տալ, թե ինչքան հոգատար է, որքան է մտածում եւ նույնիսկ ինքնախոստովանությամբ կարող է ինքն իրեն տգետ համարել։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, հավելելով, որ յուրաքանչյուր անգամվա իր խոսակցություններում Փաշինյանը նվաստացնում է իր գործընկերներին, մտերիմներին, որոնք չեն զլանում մերձավոր շրջապատում ասելու, թե ինչքան նվաստացած են զգում, ինչքան ստորացած են եւ պատճառաբանում, որ ուրիշ ճանապարհ չունեն, ուրիշ անելիք չունեն։ Սակայն Բագրատ Սրբազանը ցույց է տալիս ուղղությունն ասելով, անելիք ունեք, դա հրաժարվելն է այդ մեղսակցությունից եւ հանցակից լինելուց։ Մեր հայրենակիցներից մեկը այո շատ դիպուկ նշել էր ասելով, որ դու տգետ չես, դու դավաճան ես։ Տգետը մի բան է, դավաճանը այլ բան է։ Եվ սակայն այս իմաստով դիտավորյալ տգիտությունը, միտումնավոր տգիտությունը եւս դավաճանություն է։ Դավաճանության դրսևորում է, թե մարդը գիտի, որ ինքը տգետ է եւ անընդհատ իր տգիտության պատճառով խորացնում է արավիրքն ու աղետը, ինչը պակաս դա դավաճանություն լինելուց։ Ոչինչ, ուղղակի դավաճանություն է դա։ Հետևաբար շատ տարբեր չեն տգիտության եւ դավաճանության սահմանումները։ Բագրատ Սրբազանը շարունակելով թեման, որպես ճշմարիտ մեկնաբանում, մեջբերում է Սուրբ Գրքից ասելով, որ այն գեղեցիկ է բացատրում, թե ինչի մասին է խոսքը։ Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին, իսկ քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ։ Մեջբերում է Սուրբ Գրքից շեշտելով, որ միթե սա չէ մեր կյանքի պատկերը, ավելի իմաստություն ու ճշմարտություն որտեղ կարող ենք գտնել։